Համայնքային ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ և հետևողական գործողությունների շնորհիվ բացահայտվել է պղնձե հաղորդալարերի գողության փորձ։ Հունիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել էին, որ նախորդ օրը երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի հարակից երկաթուղային հատվածում անհայտ անձինք կտրել էին շուրջ 400 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարեր։ Համայնքային ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել հունիսի 8-ին այն մասին, որ Ռուբինյանց փողոցում հարևանությամբ գտնվող Հարավկովկասյան երկաթուղու պղնձե հաղորդալարերի գողության մասին անհայտ անձինք ժամը 20:00-ի սահմաններում գողացել են պղնձե հաղորդալարեր եւ մի քանի մետր հեռավորության վրա կուտակել գողացված պղնձալարերը մոտ 400 մետր էր։ Ստացված տեղեկատվությունն անմիջապես դարձել էր ոստիկանների ուշադրության կենտրոնում։ Հանցագործությունը բացահայտելու նպատակով Քանաքեռ Զեյթունի համայնքային ոստիկանները դեպքի վայրի հարակից տարածքում կազմակերպել էին գաղտնի հսկողություն, սպասելով հանցավորի հնարավոր վերադարձին։ Նույն օրը ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողների կողմից սահմանվել է գաղտնի հսկողություն եւ նշված ժամանակահատվածում դեպքի վայր է մոտեցել Kia Magnishi ավտոմեքենա եւ վարորդը նշված գողացած պղնձե հաղորդալարերը տեղափոխել է մեքենայի բեռնախցիկ։ Կատարված զննության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 19 կապ պղնձե հաղորդալար, ինչպես նաեւ սանդուղք, որը ըստ նախնական տվյալների օգտագործվել էր հաղորդալարերը կտրելու եւ ապամոնտաժելու ընթացքում։ Վարորդը ձերբակալվել է, մեքենայի հետ հանդերձ տեղափոխվել է Քանաքեռ Զեյթունի բաժին։ Նախաքննությունը շարունակվում է, իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։ Հատկանշական է նաև ընդգծել, որ պատճառված վնասը հասնում է մի քանի միլիոնի, մինչդեռ հաղորդալարերի վաճառքից հանցավորները ստանալու էին անհամեմատ ավելի քիչ դրամական միջոցներ։